ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթը հայտարարել է, որ իր գերատեսչությունը ստիպված է եղել իրականացնել անհավանական բյուջետային մանևր, որպեսզի շարունակվեն զինծառայողների վճարումները պետական շաթդաունի պայմաններում, այս մասին հայտում է Bloomberg-ը։ Նրա խոսքով ֆինանսական հոսքերը այժմ վերաբաշխվում են այնպես, որ առաջնահերթ կերպով վճարվեն ռազմական ծախսերը եւ զինծառայողների աշխատավարձերը։ Մենք ստիպված ենք ամեն բան վերադասավորել, որոշ վճարումները ժամանակավորապես կասեցնելով, ասել է Բեսենթը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ հանձնարարել էր Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթին ուղղել բոլոր հասանելի միջոցները ապահովելու զինվորականների աշխատավարձերը, չնայած կառավարության ֆինանսավորման կանգառին։ Ներկայում ԱՄՆ կոնգրեսում ֆինանսավորման երկարաձգման հարցով արդեն 7-րդ անգամ ձախողվել են ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների նախաձեռնությունները, ինչի հետևանքով շաթդաունը շարունակվում է։ The New York Times-ի հրապարակման համաձայն Միացյալ Նահանգների արևմտյան ափին տեկտոնական պլիտայի ակտիվացումը կարող է առաջացնել միգուցե վերջին դարերի ամենավտանգավոր բնական աղետը։ Երկրաշարժ խոսքը վերաբերում է կասկադ սեյսմիկ գոտում, որը ձգվում է Կալիֆոռնիայից մինչև Կանադայի սահման։ Գիտնականների գնահատմամբ այստեղ տեղի ունեցող ուժեղ ցնցումները կարող են հասնել 9 բալի, առաջացնելով ավերիչ ցունամի եւ զանգվածային ավերածություններ ամբողջ ափամերձ շրջանում։ Սեյսմոլոգները զգուշացնում են, որ վերջին 100-ամյակում այդ գոտում կուտակվել է հսկայական լարվածություն եւ դրա հանկարծակի ազատումը կարող է դառնալ մեգաշարժի սցենարի պատճառ, վտանգելով միլիոնավոր մարդկանց կյանքեր ու ենթակառուցվածքներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հանել Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցները, երբ Թեհրանը կլինի դրան պատրաստ։ Այս մասին նա ասել է Եգիպտոսում անցկացվող Գազայի իրավիճակի վերաբերյալ գագաթնաժողովի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նոր էջ բացել Թեհրանի հետ հարաբերություններում, եթե Իրանը դադարի հակասել միջազգային պայմանավորվածություններին եւ կատարի իր պարտավորությունները միջուկային անվտանգության ոլորտում։ Ամերիկյան առաջնորդի խոսքով նման քայլը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում կայունության վերականգնմանը եւ ստեղծել պայմաններ տարածաշրջանային համագործակցության համար, ներառյալ էներգետիկ եւ անվտանգության հարցերում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խիստ քննադատել է Օդեսայի եւ Օդեսայի մարզի ղեկավարությանը էներգետիկ համակարգի պաշտպանության եւ վերականգնման հարցերում թույլ տված սխալների համար։ Ամենաբարդ իրավիճակը էներգետիկայի ոլորտում պահպանվում է ճակատային համայնքներում եւ Ռուսաստանի սահմանին մոտ գտնվող տարածքներում։ Առանձին անդրադարձանք Օդեսայի եւ մարզի վերականգնման աշխատանքներին տեղական ղեկավարների բազմաթիվ սխալների պատճառով, նշել է Զելենսկին։ Նախագահը չի մանրամասել, թե կոնկրետ ինչ սխալների մասին է խոսքը։ Քննադատությունը հնչել է այն ժամանակ, երբ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները մտադիր են զրկել իրեն քաղաքացիությունից։ Տրուխանովը հերքել է լուրերը Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու մասին, դրանք որակելով ֆեյք եւ քաղաքական պրովոկացիա։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Ղրիմի տարածքում հայտարարվել է հրթիռային վտանգի ազդանշան։ Ինչպես փոխանցում է ՌԲԿ-ն, ահազանգը գործի է դրվել Մոսկվայի ժամանակով ժամը 18:03-ին։ Հրթիռային վտանգ Ղրիմի հանրապետությունում եղեք զգոն, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Օդային տագնապի մասին հայտարարությամբ հանդես է եկել նաև Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 2 անօդաչու թռչող սարք, մեկը Ղրիմի, մյուսը Բելգորոդի մարզի երկնքում։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը ավելի վաղ նշել էր, որ Ֆեոդոսիայում հարվածի հետևանքով վնասվել է նավթաբազա, որտեղ առաջացել էր հրդեհ։ Ռուսաստանի կողմը չի բացառում, որ Ուկրաինայի հարձակումները կդառնան երկարատև եւ բազմաբաղադրիչ, իսկ դրանց հիմնական փուլը դեռ առջևում է։